Ողջունում եմ մեզ միացած բոլոր ռադիոլսողներին և մեզ թվային հարթակներում դիտողներին, հիշեցնելով, որ թարմուղեղով զրույցն ենք մենք այս պահին սկսում, իսկ առաջին խոսափողի մոտ թարմուղեղով իմ զրուցակիցը Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահն է Ռուբեն Մեհրաբյանը։ Բարի օր, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Նախորդ զրույցը քարոզարշավի ընթացքում էր։ Այո։ Արդյունքները ինչպիսին են ձեզ համար, գոհացնող են։ Ոչ գոհացնող չեն մեզ, եւ այդ ոչ գոհացնող արդյունքների պատճառները մենք առաջին հերթին բնականաբար տեսնում ենք մեր մեջ։ Մենք այնպես չէ որ լավագույն ձևով ներկայացանք մեր քաղաքացիներին։ Դա մի կողմից, ի վերջո, այո, այն Եվրաքվեի նախաձեռնությունը, որը փայլուն ավարտ ունեցավ եւ մեծ օգուտ բերեց եւ շարունակում է բերել եւ դեռ երկար ժամանակ կբերի մեր երկրին, քաղաքականապես չկապիտալիզացվեց այն պատճառով, որ մեր գործընկերներից ոմանք որոշեցին միայնակ գնալ եւ մեր կուսակցությունն արեց առավելագույնը, որպեսզի այնուամենայնիվ այդ միավորումը տեղի ունենա։ Դա տեղի չունեցավ, կրկնում եմ, ոչ մեր պատճառով, մենք որոշեցինք, որ եւ միակն էինք դրանում, որ գնացինք ընդլայնված ցուցակով։ Ներգրավելով բազմաթիվ ոչ կուսակցականների մեր ցուցակում եւ նրանց տրամադրելով առաջնահերթ տեղեր։ Բայց մյուս կողմից եկեք ընտրությունների համատեքստը քննարկենք, հա։ Այս ընտրությունները ընթացան Ռուսաստանի կողմից աննախադեպ հիբրիդային ագրեսիայի պայմաններում, սա մի ասպատակություն էր Ռուսաստանի կողմից եւ իր հսկողության տակ գտնվող իր հովանավորությունը վայելող ուժերի եւ պրոպագանդայի միջոցների կողմից, ինչը ըստ էության ձևախեղեց ընտրությունների էությունը։ Հա, առերևույթ 18 քաղաքական ուժ իրենց ծրագրերով մարդիկ պետք է դրանցից ընտրեին լավագույն, ասեին այսա լավ է, բայց սա ավելի լավ է, հա, օրինակ։ Սակայն տեղի ունեցավ դեֆորմացիա եւ ըստ էության մարդկանց դրեցին հետեւյալ ընտրության առաջ, ընտրում ես կամ Փաշինյանին կամ Պուտինին, մնացածը փրփուռա կամ մնում աստվերում։ Շողովուրդն էլ ընտրեց Փաշինյանին, որովհետեւ դրանով էր պայմանավորված հետեւյալ ընտրությունը նաեւ։ Դու ընտրում ես ներողություն, դու ընտրում ես սուվերեն Հայաստանը, թե դու ընտրում ես Երևանի գուբերնիան Ռուսաստանի կազմում, որովհետև դա էր ըստ էության առաջարկվում այդ Պուտինի բերանների կողմից։ Դրանք գլուխ էլ չէին, բերաններ էին, ասում էին եռագլուխ, եռաբերան էին։ Պարոն Մեհրաբյան, մյուս կողմից էլ ասում էին, որ Նիկոլ Փաշինյանին ընտրելով ընտրում ենք թրքացում։ Ուրեմն թուրք, թրքացում, Ալիև, Ադրբեջան, մի հատ էլ Ալիև, մի հատ էլ Ադրբեջան, այդ որոճացողները, դրանք բոլորը արվում է մի բանի համար։ Երևանի գուբերնիա դառնալու ու իրանք էլ այդ գուբերնատորի այսպես ասենք ռեզիդենցիային կից, որ բուֆետ չի կաշխատեն։ Ամբողջ դարդուցավը դա էր։ Ու այդ խոսակցությունը դրա մասին էր։ Կա շատ բարձ բան։ Ռուսաստանը պետք է մեզ փրկի, ճիշտ է։ Ով ասել։ Ոնց, ռուսները փրկել են, փրկում են եւ դեռ պետք է փրկեն եւ հիմա էլ ասում են, բա ինչ եք անելու, երբ մեր փրկելու կարիքը լինի։ Եվ որպեսզի դուք լավ հասկանաք, թե ձեզ ինչից պետք է փրկեն, որոճում են այ հետեւյալ թեմաները։ Վերցնում են, չգիտեմ, ծիծեռնակաբերդում մսկիթ են նկարում։ Եվ այլանդակություններ, մուղամ են միացնում հանրապետության հրապարակում։
Այդ ամենի տակ, այդ ամենը ծխած ածկույթը, այդ ամենի տակ մի բան է, Ռուսաստան, Պուտին, եւ այդ անողներին կարելի է պայմանականորեն կոչել Պուտին 1, Պուտին 2, Պուտին 3, Պուտինի ձակ 1, 2, 3, հենա ձակերն էլի հայտեկան, չէ՞։ Եվ այլն։ Եվ այս այո, ընտրությունը դեֆորմացվեց, կրկնում եմ, որ մարդիկ պետք է ընտրեին կամ Փաշինյանին, կամ Պուտինին, զանազան դեմքերով։ Մարդիկ ընտրեցին Փաշինյանին։ Պարոն Մեհրաբյան, բացի Եվ կներեք, ընդդիմությունը մնաց զավթված Պուտինի կողմից։ Մենք խոսում ենք մեր նախորդ հանդիպմանը, որ մենք ընդդիմափոխության օրակարգով ենք գալիս, որովհետև ընդդիմությունը զավթված է Պուտինի կողմից եւ վերածված է պլացդարմի պետությունն ամբողջությամբ վերազավթելու համար։ Վերազավթումը տեղի չունեցավ, բայց ընդդիմությունը մնաց զավթված Պուտինի կողմից։ Սա է այն հետընտրական նոր դասավորությունը, նոր հին դասավորությունը մի քիչ դեմքերի փոփոխությամբ, որը տեղի է ունեցել։ Պարոն Մեհրաբյան, այն 4 հիմնական ուժերը Նիկոլ Փաշինյանի ուժը, Ծառուկյանի ուժը, Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի ուժերը մի կողմ դրած։ Այնտեղ կային 14 այլ կուսակցություններ։ Ասում եք, որ ժողովրդի արչեւ ընտրություն էր դրված։ Նիկոլ Փաշինյան թե Պուտին։ Այդ ընտրությունից այն կողմ նաեւ կայք դուք։ Ձեզ ընտրեին, մյուս ուժերին ընտրեին։ Դե ասում եմ, մնացածը կամ փրփուր էր, կամ մնաց տվերում։ Եթե ընտրության հարթությունն է փոխվում, եթե ընտրությունն է ձևախեղվում, եւ պետության լինել չլինելու հարցն է, ինչպես եւ 5 տարի առաջ հիմա նորից բերվում մեջտեղ, ապա մարդիկ էլ ընտրում են այնպես, ինչպես ընտրում են, կրկնում եմ, մնացածը կամ փրփուր էր, կամ փրփուր անելու համար էր, կամ էլ մնաց տվերում։ Ահա եւ ողջ իրականությունը։ Հետընտրական ձեր գրառումից շնորհավորանք եք դուք գրել, ավելի ակնհայտ էր դառնում, որ դուք ոչ թե մտահոգված եք, որ ձեր ձայները այդքան քիչ են եղել, այլ ավելի շատ ուրախ եք, որ Նիկոլ Փաշինյանի ձայներն են շատ եղել եւ ընդդիմությունը շանս չի ունեցել հաղթահարելու։ Դուք էլի տերմինաբանական, այսպես ասենք, տերմինաբանական սխալ եք կիրառում, նրանց կոչելով ընդդիմություն։ Մեր ուրախությունն այն էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս ասպատակությունը հետ մղեց եւ թույլ չտվեց, որ պետությունը զավթվի։ Այս դրա համար էի ուրախ, հիմա էլ եմ ուրախ եւ ուրախ եմ լինելու մինչեւ հաջորդ ընտրություններ այդ փաստով։ Եվ այո, դա ուրախանալու առիթ է, որովհետեւ ոնց որ ասում են, Աստված էլ բեթարից ազատի։ Մեր պետությունը հնարավորություն ստացավ դրանով իսկ շարունակելու իր սուվերեն ընթացքը, այն պայմանավորվածությունների հունով տանել մեր քաղաքականությունները, որոնք արդեն կայացել են մինչև հիմա։ Այնինչ թիրախավորված էր այդ Պուտինի բերանների կողմից։ Հենց դրա համար էին նրանք այդ Թուրքից խոսում, Թրքացումից խոսում, Ալիևից խոսում, Ադրբեջանից խոսում, որոճում աջ կողմով, ձախ կողմով։ Այդ ամենը դրա մասին էր, այո։ Նույն Ռոբերտ Քոչարյանն էր, չէ՞ ասում։ Ասում էր թրիփը սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը, եթե այնտեղ փայատեր չի Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը։ Ինքն էլ իր ասածով բիզնեսին մոտ կանգնած ուժեղ բիզնեսից հասկացող մարդ է, չէ՞, չէր հասկանում, որ դա նշանակում էր թրիփ չպետք է լինի։ Թարգմանում են։ Հասկանում էր, հասկանալով էր ասում։ Ինչի համար էր ասում։ Այդ դրա համար էր ասում։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ձայն տվեցին այդ 3 ուժերին, նրանք ընտրել են Ռուսաստանի Դաշնության հետ մեր ճանապարհը հետագայում։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը ցավոք սրտի չկարողացավ այդ մարդկանց պաշտպանել այդ ասպատակությունից։ Հիմա
քաղաքացիական պայմանագիրը խոսում է այն բանի մասին, որ այս ընդդիմադիր կոչվող ընդդիմության սեգմենտը ստեյության ընտրակաշառքով զավթած ուժերը ոչ լեգիտիմ են, նրանք պետք է չմասնակցեին, հետո էլ ասում դե կհնա որոշել։ Ներողություն, մինչև այդ երբ ձեզ ասում էին, որ պետքա դա հենց այդպես արվի, ասում եք չէ, դե բա դեմոկրատիա է, մի հատ իրանք թող գան ընտրությունով անցնեն։ Հիմա ասում են ուրիշ բան։ Դե հա, հասկանում եմ։ Ինչ էին ասում այն ժամանակ այն ձևով, հիմա ինչ էին ասում այս ձևով։ Դա էլ ենք հասկանում, բայց ընդունելի չի դա։ Արդյունքում մենք էլ եմ ասում ունենք 21 թվականի իրողության մի քիչ թարմացված վերսիան, երբ մի քիչ դեմքերն են փոխվել, ու եթե ոչինչ չփոխվի, մեզ սպասում է եւս 5 տարվա, այսպես ասենք, խորհրդարանական մղձավանջ, հա, ինչը կար այս 5 տարվա մեջ։ Բայց նաեւ մենք տեսնում ենք այն ընկալումը, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի բանտում։ Սամվել Կարապետյանը պետք է նստի բանտում։ Ինչի համար։ Գագիկ Ծառուկյանը պետք է նստի բանտում։ Նրանք մեղադրվում են ներկայումս ծանր հանցագործությունների մեջ։ Փողերի լվացում, մարտի 1-ի գործ, մարտի 1-ի գործին առնչություն, ապօրինի գույք եւ այլն եւ այդպես շարունակ։ Բացի դրանից էլ նրանք այո մտադիր էին երկրի սահմանները հատել ինչ որ անձնական գործերով, դա նրանց թույլ չտրվեց եւ ճիշտ արվեց, որովհետեւ նրանք բոլորը ուզում էին Ռուսաստան ինչ որ գործերով գնալ։ Ռուսաստանը մի պետություն է, որը իր տարածքում է պահում Հայաստանի կողմից հետախուզվող տասնյակներով Հայաստանի քաղաքացիների, ովքեր հետախուզվում են տարբեր հանցագործությունների հետ կապված քրեական գործերով, այդ թվում բարձրաստիճանների, եւ մենք ամենևին էլ շահագրգռված չենք, որ նրանց թիվը մեծանա։ Դրա համար պետք է նստեն ստեղ եւ նրանք ճանապարհորդելու մի այսպես մի մարշրուտ ունեն, դա դատարանից հետո քրեակատարողական հիմնարկ, որովհետեւ նույն Ռոբերտ Քոչարյանը իր քաղաքական կյանքի ընթացքում արել է հնարավորը եւ անհնարինը, որ Հայաստանը ինքնիշխան անկախ երկիր չլինի, այլ լինի կցորդը Ռուսաստանի, եւ Հայաստանի ցանկացած ճանապարհ դեպի ինքնուրույն, ինքնիշխան, անկախ պետություն սկսվում է առաջի քայլից։ Ռոբերտ Քոչարյանը նախ պետք է նստի բանտ, հետո նոր արվի երկրորդ քայլը։ Վստահություն ունեք, պարոն Մեհրաբյան, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է այդ ճանապարհով գնալ։ Ես վստահություն ունեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը այն նշաձողը, որ դրեց իր համար, երբ իր շնորհավորական ուղերձում գիշերը ժամը 2-ին, հա, շնորհավորելուց հետո հաջորդ նախադասությամբ ասեց այսքանը, սա չանելը ուղղակի սպառնալիք է ստեղծելու մեր ազգային անվտանգությանը։ Ինչքան ժամանակում մենք պիտի տեսնենք, որ մեղավորները պատժվում են։ Եվս 5 տարի։ Կարծում եմ, չէ, դա խոսքը կարող է գնալ խելամիտ ժամկետների մասին, չեմ կարող ասել, բայց այսպես կարճաժամկետ, միջնաժամկետ հեռանկարում։ Դրանք ծանր քրեական գործեր են եւ նաեւ մենք գիտենք մեր դատական համակարգի վիճակը, չնայած մենք ունենք շատ լավ աշխատող
նոր կառույց դա հակակոռուպցիոն կոմիտեն է եւ հակակոռուպցիոն դատարանը, հա, դա մի այսպես ավտոնոմ համակարգ է կոռուպցիոն գործերով, դրանք լավ են աշխատում, բայց մնացածը այսպես իներցիայով դեռ խորը ռեֆորմի կարիք ունեն, իսկ այդ ռեֆորմը այդ մարմինների դա ներկայիս իշխանության ամենամեծ անհաջողությունն է, որ նրանք արձանագրել են, ամենամեծը իր նշանակությամբ, որովհետև դա սպառնալիք է։ Տեսեք, մեր պետությունը հիմա մեր պետությունում սպասվում է մեծ աննախադեպ մեծ ներդրումների հոսք, մարդկանց հոսք, բեռների հոսք, այս պայմանավորվածությունները, որոնք առաջիկա 100-ամյակի համար են կնքված, դրանց իրականացում։ Այս ամենը առանց պատշաճ դատական համակարգի, որը կաշխատի միջազգային պրակտիկաներով, միջազգային նորմերով, միջազգային ստանդարտներով, ուղղակի հնարավոր չի լինի կառավարել այս ամենը։ Ես էլ չեմ ասում, հնարավոր չի լինի այդ ամենի օգուտը ստանալ եւ կումուլացնել մեր պետության մեջ ի շահ բոլորի։ Սա կենսական անհրաժեշտություն է այլևս։ Հետևաբար այս ամենը չի լինելու, ասենք թե վաղ առավոտ 6-ից, ինչա ես եւ դուք դա շատ ենք ուզում։ Սա աշխատանք է պահանջում։ Սա նաեւ կապված է նոր սահմանադրության հետ։ Մենք դեռ պետք է տեսնենք այդ նոր սահմանադրության տեքստը եւ նաեւ փորձենք հասկանալ, թե ինչպես է այդ process-ը հաջորդիվ ընթանալու, հա, այդ պրոյեկտի հրապարակումից հետո։ Մեր սահմանադրությունը լավը չի, ոչ թե ներողություն, ոչ թե լավը չի, շատ վատն է, երկրորդը մերը չի, որովհետև հայ ժողովուրդը դրան կողմ չի եղել։ Ոչ մի սահմանադրության 95-ին բաներով, հա, իր նորացումներով 2005-ին, 2015-ին դրանց եւ ոչ մեկին Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը ձայն չի տվել։ Մենք ըստ էության դե ֆակտո նայենք, մենք ինչ-որ օտար սահմանադրության պայմաններում ենք ապրում, երբ ամեն մի նախագահ կամ նախագահ աշխատած մարդ այդ սահմանադրության հերն անիծել է իր վրայով հագուստը որպես նայել։ Մենք արժան ենք ունենալու մեր սահմանադրությունը ժողովրդի հագով է դա լինելու թե կրկին ղեկավարների պետության եւ ժողովրդի հագով պետք է լինի, իսկ ղեկավարներն էլ պետք է տեղավորվեն այդ չափսերի մեջ կամ նրանք ղեկավար չեն լինի։ Սա է լինելու տրամաբանությունը, ոնց որ եւ ցանկացած ժողովրդավարական երկրի սահմանադրություն։ Ոչ թե սահմանադրությունն ու ժողովուրդը պետք է լինեն ղեկավարի հագով, այլ հակառակ։ Ընտրություններն էլ հենց դրա մասին են։ Եվ որևէ մի խոզաբարո դուրս պրծուկի տրված չի գալ եւ ընտրություններին ընտրակաշառքով պատկեր փոխել։ Չի կարելի ուղղակի։ Վոտերը պետքա ջարդվի նման դուրս պրծուկի։ Մանավանդ ռուսական դուրս պրծուկի։ Հասկանում եք։ Չի կարելի։ Պարոն Մեհրաբյան, ձեր խոսքից հասկանում եմ, որ ամեն դեպքում Պուտինը պարտվեց Հայաստանի Հանրապետությունում։ Ծեծ գիրավ Հայաստանում Պուտինը, դրա համար էլ մինչև հիմա բայց տեսնում եք ազատ աշխարհը շնորհավորում է Հայաստանին։ Ոչ ազատ աշխարհը եւս շնորհավորում է Հայաստանին ժողովրդավարության հաղթանակի համար եւ միայն այսպիսի մի մեծագույն դեմոկրատ Պուտինն է, որ չի շնորհավորում նաեւ իր խամաճիկը Բելարուս։ Վերջ։
Մնացածը այո բոլորը շնորհավորում են։ Հիմա այդ պարտությունից հետո ամեն դեպքում գոյություն ունի դեռևս Ռուսաստանի Դաշնություն, կա Պուտինը եւ նա որոշումներ է կայացնում եւ մենք ունենք սահմանափակումներ արտահանման մասով եւ ոչ, մենք ունենք ուղղակի բեռնարկելք մեր արտահանման վրա։ Մեկ, երկրորդը ընտրություններն անցան։ Հունիսի 12-ից արդեն արգելք կա նաեւ մեր արտահանման ներողություն տարանցման վրա մեր ապրանքների Ռուսաստանի տարածքով։ Այս ամենը իհարկե դժվարություններ է ստեղծում Հայաստանի համար եւ ստեղծելու, որը Հայաստանը կհաղթահարի վստահաբար կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում։ Մենք պետք է պատրաստվենք, որ 6 ամիս հետո, երբ արդեն ջեռուցման սեզոնը կգա, ռուսները խաղի մեջ կդնեն նաեւ գազի հարցը։ Մենք այսօր պիտի արդեն դրան պատրաստվենք։ Շատ ճիշտ է, ես դրա համար եմ սա ասում։ Այո, մենք պետք է հիմա պատրաստ լինենք դրան եւ պատրաստվենք դրան, որպեսզի երկիրը տարվի, այսպես ասենք, առանց շոկերի ճանապարհով, հա։ Էլ եմ ասում, այս դժվարությունները Ռուսաստանը, որ ստեղծվել է մեզ համար կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարներում, Հայաստանը կկոմպենսացնի, հետ կբերի եւ մի բան էլ պլյուսով դուրս կգա կասկած չունենաք։ Բայց Ռուսաստանն այստեղ կորցնում է ոչ թե կարճաժամկետ, միջնաժամկետ, այլ անժամկետ։ Ընդմիշտ։ Եվ Հայաստանը իր հակաքայլերը պետք է ունենա, նախ եւ առաջ երկաթուղու հարցերը պետք է լուծվի օր առաջ։ Ես կարծում եմ խոսքը գնում է կարճաժամկետ հեռանկարի մասին, որովհետև հարևանների հետ փոխկապակցվածության ձևավորումը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է։ Երբ այլևս ազատ է Թբիլիսի Ախալքալակ կարս երկաթուղին, ու մենք միացած մեծ շրջան պետք է անենք Թուրքիայի երկաթուղային ցանցից օգտվելու համար, երբ ուղիղ ճանապարհը սա է, մեկ եւ երկրորդը Հայաստանը իր տարանցման պոտենցիալով իր մրցունակության լավագույն կողմերով պետք է հանդես գա։ Տեսեք, մենք խոսում ենք այն մասին, որ կոնֆլիկտը ավարտվել է մեր տարածաշրջանում, ինչը ճիշտ է, բայց մեր տարածաշրջանում սկսվում է մրցակցության ժամանակաշրջանը եւ այստեղ Հայաստանը եւ նոր կոնֆլիկտների հիմք չէ, չունի կոնֆլիկտներ Չէ, չի լինի, ուղղակի մեկը մի բանով կմասնագիտանա, մյուս բանով, մեկը շատ կօգտվի, մյուսը քիչ։ Իհարկե, եթե մենք բալանս չմտցնենք մեր տարածաշրջանում, հա, որովհետև հաշվի առնելով այն աշխարհագրությունը, որը կա, դա կարող է որոշ դեպքերում գայթակղություն ստեղծել Հայաստանի հետ գործերը վարել դիսկրիմինացիոն տրամաբանության մեջ, տարիֆային կամ ոչ տարիֆային դիսկրիմինացիա։ Դե դրա համար, երբ որ քաղաքացիական պայմանագիրը խոսում է բալանսավորված, բալանսավորող քաղաքականության մասին, եկեք այս տարածաշրջանի բալանսից խոսենք։ Այստեղ կա բնական դիսբալանս։ Հայաստանը փոքր է 3 անգամ Ադրբեջանից, 30 անգամ Թուրքիայից։ Այդ դիսբալանսը բալանսի բերելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ունենա ռազմավարական գործընկերություն առանցքային համախոհ պետությունների հետ, որը հավասարակշռության կբերի այդ ամենը։ Հայաստանը հասել է նրան, որ մեծ յոթնյակի երկրներից 4-ի հետ մենք այլևս ունենք ռազմավարական գործընկերություն հիմա մեր խնդիրն այն է, որ մենք պետք է այդ գործընկերությունը տանենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանք վերածենք լիակատար դաշինքի։
մենք առաջ տանենք թե խաղաղության գործընթացն Ադրբեջանի հետ, թե նորմալացումը Թուրքիայի հետ եւ մենք էլ մեզ նաեւ ուժեղացնենք այդ գործընկերություններով։ Եվ այդ ժամանակ այդ գայթակղությունները չեն լինի։ Ես նաեւ վստահ եմ, որ այստեղ ռուսական գործոնը միայն հակահայկական է իր ամբողջականայության մեջ եւ մենք պետք է սրանից ելնենք։ Ռուսաստանի հետ մենք ընդհանրություն չունենք ոչ շահերում, ոչ նպատակներում, ոչ էլ արժեքներում։ Չնայած ես չեմ ասում, որ մենք պետք է կոնֆլիկտ ունենանք Ռուսաստանի հետ կամ ձգտենք կոնֆլիկտի, դա անմտություն է, բայց մյուս կողմից էլ դա մեր ուզենալը կամ չուզենալը չի որոշում, այլ Ռուսաստանն ինքն է որոշում։ Ռուսաստանն իր հարևաններին նայում է կամ որպես վասսալների, կամ եթե դու համաձայն չես լինել վասսալ, ապա թշնամի։ Երրորդ տարբերակ Ռուսաստանը չի տալիս իր հարևաններին։ Նույնիսկ եթե դուրս է գալիս ինչ-որ մի տեղից, ապա հարմար պահի ամեն ինչ անում է վերադառնալու համար։ 18 թվականին Լենինը ճանաչում է Ֆինլանդիայի եւ Լեհաստանի անկախությունը, արդեն 20 թվականին ռուսները ձգտում են մտնել Լեհաստան, եւ եթե մի հատ ջարդ չուտեին Վիսլա գետի ափին 20 թվականին, գնալու էին եւ արդեն Գերմանիան պետք է մտածեր, թե ինչ է անելու դրա հետ։ Նույնը Ֆինլանդիայի հետ։ Դուրս եկան, հետո հետ եկան։ Իդեպ Լեհաստանը 39 թվին այնուամենայնիվ հետ եկան։ Եվ այլն։ Եմ ասում, սրանք փայտփորիկի նման ասես մի կետին պետք է խփեն, այնքան մինչև ծակեն։ Իսկ դու ինչ պետք է անես, պետք է կատուցը ջարդես, որ էլ չխփի։ Կամ էլ բետոն սարքես, որ ինքը իր կատուցը խփելով ջարդի ու հասկանա, որ չպետք է խփի այլևս։ Սա է ճարտարապետը։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Մայրապետ։ Թարմ ուղեղով զրույցն եք լսում կամ դիտում։ Իսկ իմ զրուցակիցը Ռուբեն Մեհրաբյանն էր, հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահը։ Լավ եղեք, կհանդիպենք։